Չար Ռուսաստանի պլանները։ Հայաստական բանականությունն էլ չի լինի։ Բայց չէին որոշել իրար չհարվածել։ Առաջին ջութակը չէ։ Պրոբլեմն ինչումն է։ Սոցորակներ էլ կտեսնեք, Գյումրի 2 օպերացիա չեք տեսնի։ Բարև ձեզ, եթերում Arm Comedy-ն է ու մենք ձեզ կներկայացնենք արդեն ամբողջովին ֆերմենտացված լուրերը։ Դուք էլ ձեր կողմից զանգակ, հրեշտակ, Բաժանորդագրվեք։ մոտավել հավաստացում եւ Patreon-ին միացեք, որպեսզի փողոցում հանդիպելիս կարողանաք մեր աչքերի մեջ նայել։ Իսկ մեր գլխավոր գործընկեր GTB Holdings-ի ամուր ամրատուրաները։ Արմատուրանները։ Այդ կոմոդ ավելի լավ ստացվում։ Արմատուրանները արդեն պնդացնում են ոչ միայն մեր շենքերը, այլև դասական եւ ժամանակակից երաժշտությունը։ Universal Edition հրատարակչական հարթակը զբաղվելու է հայ կոմպոզիտորների, երիտասարդ կոմպոզիտորների ժառանգության ստեղծման, պահպանման եւ տարածման հարցերով։ Մեր գործընկեր Fast Bank-ը էլի ունի լավ լու ու ես չեմ համբերում թե երբ եք դուք իմանալու դրա մասին։ Երկու երնեք միտեղ էլի, ուրեմն, մինչև մարտի 30-ը Fast Bank-ի մոբայլ հավելվածով պատվիրում եք սիրուն, ստիլնի, ոճային արքա ակնքարտը ու դրանով կատարում եք ձեր առօրյա գործարքները։ Առևտուրաբանա ու ստանում եք 2% cashback, պատկերացնում եք cashback-ը հետ գալիս ու դրանով առավելությունները չեն ավարտվում։ Արկա ակնքարտը խնայողական է, ինչպես Fast Bank-ի բոլոր քարտերն ու հաշիվները։ Քարտի դրական մնացորդի վրա տարեկան 5% տոկոսադրույք կա, դե 5.14-ն էլ տարեկան տոկոսային եկամտաբերություն։ Մի խոսքով սենց սիրուն անվճար քարտա, որ համ cashback-ա տալիս, համ խնայում է։ Սենց առաջարկ էլ չեք ստանալու։ Այնպես որ հենց հիմա ներբեռնեք ու պատվիրեք։ Եվ այսպես ընտրություններին վաբշե բան չմնաց եւ իշխանությունները պետք է օգտագործեն երկու կարևորագույն խաղաքարտերը, իհարկե ասֆալտը, որը անկեղծ լինենք այս տարի քաշեց մի քիչ, եւ նենք չար Ռուսաստանի պլանները։ Բայց տեղ ինչ որ մի հատ նորամուծություն է ասում, ինչ որ նորարարական մոտեցում կարելի է, Հմեք show me what you got։ Ռուսաստանից Հայաստանի քաղաքացիների ուղղորդ են ընտրության գալ։ Միայն Կալուգայի մասին չի խոսքը։ Դե մեծ ցանց կա հայկական համայնքների, որոնց ղեկավարները Արա Աբրամյանի հետ հատկապես աֆիլիացված ղեկավարները, բոլորն էլ ինչ որ ցանցի մեջ են, որը ենթարկվում է Կրեմլին։ Դա էլի եմ ասում, դա Սամվել Կարապետյանի գործը չի այդ մարդկանց բերելը ստեղ։ Սամվել Կարապետյանին կարող է ընդհանրապես ստիպեն, որ ինքը վճարի իրենց ճանապարհածախսեր օրինակ կամ այլ ինչ որ հոգա ինչ որ ծախս։ That's all you got, հմեք։ Էլի Հովսեփ Խուրշուդյանի ենթադրություններն եք մեզ տալու։ Հիշացնեմ, էլի սրբազան շարժման ժամանակ Հովսեփը էլի ենթադրություններով էր կիսում, մասնավորապես գրել էր. Ճշտված տեղեկություններով Մոսկվահայ մի մեծահարուստ ֆինանսավորել է մի խումբ ռուս տրանսգենդերներ կանանց ոչ սեքս աշխատող ուղևորությունը Երևան։ Բայց ինչ գիտես, որ տրանսգենդեր ջոկատը չի եկել, կարող է եկել է իրենց որպես տրանսգենդեր սպառել է հայոց հաց ու ջուրը այնքան են հավանել, որ մի կողմ են դրել իրենց տրանսությունը ու հիմա որպես անուշ աղբերներ ապրում են Մեծ կողքի մոտակա գյուղերում։ Վարիանտը չբացառենք, լրիվ չբացառենք, բայց մեզ թվեր են պետք, որպեսզի այս ամեն ինչը ավելի համոզիչ լինի Հովսեփ ջան։ Մի քիչ ինչ որ թվեր, օրինակ, սրբազան շարժման ժամանակ ասում էր, որ Տավուշի չենջերում լիքը ռուբլի է սկսել փոխվել, Հովսեփը դրա մասին հազանգում էր, հետո թվերը ստուգեցին, պարզվեց նույն թվերն էին մոտավորապես։ Օրինակ, հա, տեսական մի հատ հաշվարկ անենք։ 100,000 ձայնը հսկայական ազդեցություն կարող են թողնել։ Հսկայական Հայաստանի ընտրությունների վրա, հա։ Մենք ունենք Ռուսաստանում 800-ից 900,000 Հայաստանի արդեն քաղաքացի, բացի նրանց, ովքեր որ 1.5 միլիոն հայ ունենք, կեսը քաղաքացի չեն, հա, բայց այս մյուս կեսը քաղաքացի են։ Հիմա դրանցից 100,000-ին էլ եթե բերեն, եթե ամեն մեկին էլ $1,000 տան ինչ որ տրանսպորտային ծախսեր եւ այլ անվան տակ, $1,000 100,000-ի բազում պատկում ենք, $100 միլիոն է ստացվում։ $100 միլիոն ինչ է 3 միլիարդ դոլար ունեցող մեծահարուստի համար։ Այդ թվերով ավելի հետաքրքիր է, եթե իհարկե մի բան մոռանանք, որ Հովսեփը ուղղակի իր ենթադրություններն է անում։ Իսկ вообще okay, որ հանրայինը 12 րոպեանոց հակակարողական ռեպորտաժ է սարքում, որտեղ նույնիսկ ձևի համար փորձ չանում ինչ որ այլ կարծիքներ արել, հենց այս հարցերը տվել ենք ՀՌՀ նախագահին լուրջ կաստում, որը այս կիրակի գնալու է ու լիքը ուրիշ կարևոր հարցեր։
Հանրային ջան, կարաք հիմա մի հատ մաքսիմալ պարզ հակակարողություն հրարձակեք ձեր լսարանի համար։ Պարզ։ Նրանք ովքեր գնալու են ձայն տան, չգիտեմ, Ծառուկյանին կամ Սամվել Կարապետյանին, ոչ մեկի մտքով չի անցնում, որ արդյունքում Ռոբերտ Քոչարյանն է դառնալու վարչապետ։ Եթե вообще ոչ ոք չկա, ով գոնե ձևական տարբերվող կարծիք արտահայտի, գոնե Արձականցյանին կանչեք։ Չգիտեմ ինչ կասի, բայց հաստատ վիրուսային կլինի։ Okay, իսկ ինչու ընտրել ԿՊ-ին։ Ով կբացատրելի նույն բյուրեղյա պարզությամբ։ Շատ ուղիղ եմ ասում, եթե մենք չընտրվենք հունիսի 7-ին, թրիփ չի լինի։ Խաղաղություն էլ չի լինի։ Հայաստական բանականությունն էլ չի լինի։ Մարդկանց դեմքին ժպիտ չի լինի, երեխաների ուրախ ծիծաղ չի լինի, то ֆոտոսինթեզ չի լինի, եթե հունիսի 7-ին իրանց չընտրեք։ Լավ, գոնե առավոտը կոֆե խմելը, մեկել նայրան աղջիկների հեզաճկուն պարը մնում է։ Եթե իրանց չընտրեն, իհարկե Հովսեփ ջան, ոնց որ թե չեն ճոգում, մի հատ ավելի մաքսիմալ պարզ, մի հատ հիբրիդային ֆատալիտի, էլի, խնդրում եմ։ Բելարուս-Ռուսաստան դաշինքի մեջ մտնելը եւ կտրվելը բոլոր այն հնարավորություններից, որը Հայաստանը հիմա ստացել է, եւ միջոցներից, եւ տեխնոլոգիաներից, եւ տրիպից, եւ Firebird-ի այդ հսկայական չիպերի ծրագրավորման գործարանից, այդ բոլորը փակվելու է։ Լսեցի՞ր, ուզում ես Բելարուսի հետ մի պետություն դառնաս։ Չեմ ուզում, բացի դրանից մենք արդեն ունենք վերջնականները անձամբ ստուգող ձյաձ մեր երկրում։ Դե նա էդի որովհետև էդի միակ տարբերակն է, եթե ԿՊ-ին չես ընտրում, հասկացար։ Ոնց որ էդ ու վсё։ Չէ, ուրեմն ԿՊ։ Բարեբախտաբար, հա, ընդդիմությունը հասկացել է, որ իրանց դեմ սս կազմակերպված քարոզչություն է գնում ու գոնե այդ իրար մեջի կծմծոցին դադարեցրել է։ Կմտածեք դուք, որովհետև շատ միամիտ եք։ Մեր ընդդիմադիր գործընկերները խորհրդարանից կրկին առիթը բաց չեն թողնում հանիրավի եւ անտեղին թիրախավորել հանրապետական կուսակցությանը եւ Սերժ Սարգսյանին։ Այս անգամ դա արվեց Գյումրիում բեմադրված հարցու պատասխանի տեսքով, իսկ հիմնական հերոսը ազգային ժողովի падգամավոր Աղվան Վարդանյանն էր։ Ով է բերել Նիկոլին։ Շատ հետաքրքիր հարցի էր պատասխանում Աղվան Վարդանյանը, ափսոս շատ սխալ մեկնաբանություններով։ Էլի Աղվան Վարդանյան, չեմ ճոգում, խիա Հայաստան դաշինք այսքան առաջի պլան բերում հենց Աղվան Վարդանյանին։ Ասենք հարցումների որ դեմոգրաֆիկ սեգմենտն է ասում, եթե ինքը չլինի, մենք չենք կվյարկում։ Որովհետև ինքը Հայաստան դաշինքի մեջի Joey Tribbiani-ն է, ամեն անգամ որ հավաքվում են ինքը մի հազար անգամ how you doing անում ու դրանով վերում է հազար նոր ձայն։ Մարդկանցից ովքեր երբեք չեն տեսել Friends-ը։ Բոլորս էլ գիտենք, որ այս խեղճատակին իշխանության վերողները ավելի ճիշտ երկու ուժերի ներկայացուցիչներ են։ Դրանք առաջի եւ երրորդ նախագահներն են։ Մենք հիմա ունենք խնդիր, ունենք նպատակ, ուզում ենք գնանք այդ խնդիրը այդ նպատակը լուծելու։ Եվ լուծելու ենք։ Այսօր մենք փորձում ենք ընդդիմադիր աննոջ դաշտի հետ հարաբերվել, բանակցել, միասին ինչ-որ քայլեր անել, որպեսզի այդ խնդիրը, այդ նպատակին հասնենք, խնդիրը լուծենք։ Բայց Joey-ն ոնց որ շրջանցում է ով է բերել Նիկոլին այդ սրացման անկյուններից։ Լավ չի շրջանցում, գիտես, կարա ավելի շատ անի ու դա բարկացրեց Աշոտյանին։ Նախագահությունում տեսնել այն մարդկանց, որոնք շատ ավելի մեծ նշանակություն ունեցան Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու հետ, քան հանրապետական կուսակցությունը իր ամբողջության մեջ։ Օրինակ կտեսներ 18 թվականի ԿՊ-ական падգամավորի տեխնացուին, որի հիմա Հայաստան դաշինքի շատ կարկառուն եւ շատ ուժեղ քաղաքական գործիչներից մեկն է։ Կտեսներ շատ մեկ այլ պատկառելի մարդու, ով 18 թվականի ապրիլի 22-ին 23-ին բաց նամակով պահանջում էր Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ հիմնավորում էր թխի պետքա Նիկոլը գա իշխանության։ Բայց չեն որոշել իրար չհարվածել։ Դե, հա, բայց որ գայթակղությունը շատ է, իրար մասին ոնց որ լիքը բաներ գիտեն։ Բայց դա արդեն չէին ասել մի հազար անգամ։ Դե, պարզվում է ոչ ամեն ինչն են դեռ ասել։ Մենք էլ շատ բան գիտենք, մենք էլ շատ բան ենք տեսել, բայց այսօր գնալ փորփրել դա այդ հրապարակային, ես անձամբ կարծում եմ, որ ճիշտ չի։ Վստահ եմ, ռազմականներ, ես էլ գիտեմ, բայց այսօր մեր խնդիրը ուրիշ է։
Կգա ժամանակ այդ հարցերի պատասխանները շատ ավելի բացահայտ կերևա կտրվի։ Համ չեն ուզում իրար խփել, համ սենց իներցիայով մի հատ լավել զղկում են իրար։ Նաև շանսը բաց չթողեց Աշոտյանը լսեցնելու, որ Հայաստան դաշինքը այլևս առաջին ընդդիմադիր ուժը չէ, այլ երկրորդն է։ Իսկ որն է թիվ 1 ընդդիմադիր քաղաքական ուժը Սերգեյ։ Այ դա Աշոտյանը առեղծվածանաբար չասեց։ Ով խմում է Հայկոլա։ Ինչ լավ է դուք արդեն առաջին քաղաքական ուժը չեք ընդդիմության դաշտում, առաջին ջութակը չեք։ Մի խոսքով վիճակը ստեղ կայուն անփոփոխ է, իսկ այդ ընթացքում Արշակ Սրբազանի փաստաբանը ներկայացրեց անկախ փորձաքննության արդյունքները։ Իսկ ինչն էին փորձաքննում անկախ փորձագետները։ Զորով Արշակ ստիպում է, Սրբազանի ինչն էին զորով ստիպում ասեմ, այն վիդեոն, որը ես չեմ տեսել, որը ես 2 անգամ չեմ տեսել, որը ոչ ոք չի տեսել։ 3 անգամ չեմ տեսել։ Ներկայացված տեսագրություններում ցուցադրված տեսաձայնային իրադարձությունները գնահատվում են որպես կառուցված, մանիպուլացված թվային բովանդակություն։ Երեք երկրների Ռուսաստանի, Չեռնոգորիայի եւ Սերբիայի փորձագետները միակամ եզրահանգել են Արշակ Սրբազանին վերագրվող ինտիմ տեսանյութերը ստեղծված են արհեստական բանականությամբ, պնդում է կալանավորված arczepiskopos-ի փաստաբանը։ Այսօր Արսեն Բաբայանը ներկայացրեց միջազգային փորձաքննությունների արդյունքները։ Ըստ դրանց Մայրաթորի դիվանապետին վերագրվող հայտնի ինտիմ տեսանյութերը չեն նկարահանվել տեսախցիկներով, այլ ստեղծվել են համակարգչային ծրագրով եւ անձի նույնականացումը այդ տեսանյութերով անհիմն է ու տեխնիկապես անհնար։ Ես ասում եի, չէ՞ որ մի օր այդ արհեստական բանականությունը դուրս է գալու եկեղեցու դեմ։ Նախ դու երբեք տես բան չես ասել, հետո աբոնա, ինչ ուզում ես կարաս ստիպես որ ասի, սարքի։ Դե օգտագործեք արհեստական բանականությունը ավելի լավ բաների համար, օգտակար մարդկության համար պիտանի բաներ ստեղծելու համար։ Օրինակ, սարքեք ձեր ֆոտոն Մարգո Ռոբիի հետ, հետո գլուխ գովացեք ընկերների մոտ։ Ոնց է իսկական ֆոտո չէր։ Չէ։ Դե ուրեմն դու իսկականից պետքա ԿՊ ընտրես։ Ես խի։ Արհեստական բանականություններ չի լինի։ Գեորգ ջան, իսկ Լարսուն Բեռնատարների հետ հերթեր առանց դես կլինեն էլի։ Ո՞վ թեմայից թեմա մի թռի, նախ մի հատ հասկանանք տեսանյութի այն մյուս մասը, քերակինը, քերակնոջ մասը։ Բա ասում էր չեմ տեսել։ Որը ես չեմ տեսել, այլ կարդացել եմ գիրքը, որը բաղկացած է ստատուսների ժողովածուից Facebook-յան։ Արդյոք հնարավոր է նույնականացնել տեսագրությունում պատկերված անձանց։ Սա իմ 6-րդ հարցն է, որ բոլոր փորձագետներին տվել եմ։ Պատասխան. Ներկայացած նյութից հուսալի դեմքային նույնականացում կատարել հնարավոր չէ։ Հիմա շատերի մոտ կարա տպավորություն ստեղծի, որ Արշակ Սրբազանը տեսանյութի պատճառով է կալանավորված, բայց չէ։ Ոնց չէ, գուցեև բավոր։ Տեսնում եք, հիբրիդային կոնտուզիայի հետևանքում ստեղծված ամնեզիա։ Լրիվ ուրիշ գործով են կալանավորել։ Մայրաթորի դիվանապետն այժմ կալանքի տակ է մեկ այլ գործով։ Իրավապահները պնդում են, թե նա 2018 թվականին ամենայն հայոց կաթողիկոսի դեմ Նոր Հայաստան, Նոր Հայրապետ շարժման ակցիայի մասնակիցներից մեկի պայուսակում թմրամիջոց է դրել։ Բարձրաստիճան հոգևորական մեղադրանքը չի ընդունում, այն քաղաքական է համարում։ Արա ճիշտ է, իսկ այս գործով նորություն կա։ Մի անհավանական նորություն։ Քննչական կոմիտեն չի մեկնաբանում տարածված լուրերը, որ կորել է Արշակ Սրբազանի գործով միակ իրեղեն ապացույցը՝ մարիխուանայի գլանակը։ Եթե քննչական կոմիտեն ինքը չի հերքում այս տեղեկությունը եւ իհարկե ոչ էլ հաստատում, բայց ուրեմն կնշանակի, որ իսկապես խնդիրը կա։ Ոնց է անհետացել իրեղեն ապացույցը, ու դա իշտա օրինակ հոտ էր գալիս իրեղեն ապացույցների պահման սրահից։ Կամ եթե չի անհետացել, գոնե հստակ ասեք չի անհետացել, այս ինչ անորոշություն է։ Լավ, տեղափոխվենք մեկ այլ ոլորտ, որտեղ կարգ ու կանոն է, որտեղ անփութությունը բացառված է։ Այգիների բարեկարգում։ Բա Լարսը, բա վարորդները որ Փետրվարի 12-ից սպասում են, թող 2 րոպե սպասեն։ Երևանի քաղաքապետարանի ծրագրով այս այգին $900,000 կառուցել են։ Անցած տարի տեսանյութ էի հրապարակել, ցույց տալով, թե ոնց է այս հատակի $900,000 այգու քարե սալիկները քանդվում։ Համարյա $1 միլիոն փող եք տվել, մի հատ երաշխիք բան չկա։ Կմտածեք դուք ու ճիշտ կանեք, երաշխիք կա ու շինարարը պարտավորված է վերացնել թերությունը, բայց քաղաքապետարանը $900,000 այս այգին կառուցել է։ Մի տարի երաշխիքը շինարարի կողմից, որ հա պիտի պատասխանատվություն կրի ամեն ինչի համար, ավարտվել է ու Երևանի քաղաքապետարանը ինձ պաշտոնական գրությամբ հայտնում է, որ Երևանի քաղաքապետարանի ծրագրով նորից պետքա բարեկարգում անեն։
Հասկանում եք։ Այսինքն Երևանի քաղաքապետարանը նորից պետք է գումար հատկացնի այս այգին բարեկարգելու համար։ Հասկանում եք այս խայտարակությունը, լստնայիք։ Արա 900,000 ինչով ենք մենք զբաղված։ Արի մասնակցենք այդ շինարարական տենդերներին։ Ուղղակի մենք փորձ չունենք շինարարական այդ մի Ումա դա խանգարել բարեկարգել Երևանը, միջև էս։ Չնայած մենք էլ ենք մարդ, մեզ էլ մեր բերել, այո, Դա թարգիսախ։ Լավ, էդի Լարսի հերթը, վարորդները արդեն 10 օրից ավել է գտնվում են հերթի մեջ, բայց մի քիչ էլ կսպասենք, որտեվ դրա մասին հաջորդ հաղորդման մեջ իսկ դուք մնացեք մեզ հետ, որտեվ դեռ միջև Լարսը պետք է հասկանանք Գյումրի 2 օպերացիան ուր հասավ եւ ինչու են բոլորը այդքան տագնապում հիմնական իշխանությունը Գյումրիից։ Բացի դրանից ինչու է Ավինյանը կորցնում ինքնատիրապետումը, երբ խոսքը գնում է բիտումի մասին եւ ավելի կարեւոր what the fuck is բիտում։ Այդ ամենը երկրորդ մասում։ Լարսը մնաց, հա դա։ Հետո էլ Աղազարյանի գիրքն ենք քննարկելու։ Եվ այսպես օրերը տաքանում են ու մարդիկ ավելի շատ են ուզում տնից դուրս գալ, շփվել սիրելիների հետ։ Դրա հետ զուգահեռ նաև պետք է շատանան միմյանց հետ ժամանակ անցկացնելու միջոցները։ Եվ ticket system-ը առաջարկում է այցելել ներկայացումներ, օրինակ, ընտանիք casting-ով։ Թեթև հումորային ներկայացում։ Բացի դրանից ունեն այլ բազմաթիվ համերգներ, ներկայացումներ, նույնիսկ օպերա, ինչ ուզեք։ Ticket system։ Բոլոր տոմսերը մեկ հարթակում։ Եվ այսպես ռեժիմը գտել է նոր թշնամի եւ թիրախ եւ դա Գյումրի 2 օպերացիան է։ Հիշեցնենք, որ ԿՊ-ն Գյումրի ընտրությունների ընթացքում հավաքեց ամենաշատ ձայները, բայց պարտվեց ընդդիմությանը։ Ու դա իշխանության դուրը չեկավ։ Արդյոք ճիշտ են իշխանության մտավախությունները, թե նախկին ուժերն ու օլիգարխները, մասնավորապես ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանն ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նպատակ ունեն ընտրություններից հետո միավորվել եւ կոալիցիոն կառավարություն կազմելով վերցնել իշխանությունը, ինչպես անցած տարի տեղի ունեցավ Գյումրիում։ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետ Ատոնոյանը իշխանությանը հորդորում են Նոստրադամուսին կամ վանգային բնորոշ գուշակություններով չզբաղվել։ Եկեք մենք վանգայաբար Նոստրադամուսավարի մենք զբաղվենք գուշակություն։ Վաղ փորձել էր ասել Նոստրադամուսավարի ու Oh my god։ Եկեք մենք զբաղվենք վանգայաբարով գուշակություններով։ Եվ ասենք թե ընտրություններից հետո միավորվեցին Ծառուկյանը, Կարապետյանը եւ Քոչարյանը։ Հետո ինչ, որ օրենքն է դա խախտում։ այդ կնշանակի, որ երկրում իշխանափոխություն է։ Հա, բայց դա օրենքի դեմ չի։ ԿՊ-ն էլ չի լինի իշխանություն։ Օրենքը օքեյ է, մեկ նույնիսկ շատ օքեյ է դրա հետ։ Պրոբլեմն ինչումն է։ Պլանը շատ պարզ է, 3 ուժով մասնակցել ընտրությունների, կարող է ընթացքում նույնիսկ ասեն, որ մենք միմյանց հետ կապ չունենք, հետո կոալիցիայով կամ միմյանց քվեարկելով վերցնել իշխանություն։ Պիտի թույլ տանք Քոչարյանին, ռուսաստանցի օլիգարխին ու տեղական բելարուսամետ հակումներով օլիգարխին որոշել մեր երկրի ճակատագիրը։ Ծոցորակներ էլ կտեսնեք, Գյումրի 2 օպերացիա չեք տեսնի։ Դե դրա համար ընդհանրապես մի բան պետք է անեք, պետք է նենց անեք, որ ժողովուրդը ձեզ ավելի շատ ձայն տա, քան Ծառուկյանին եւ Քոչարյանին եւ Կարապետյանին։ Կամ գոնե ձեր տնային աշխատանքը արեք, գործեր բացեք նրանց վրա։ Դե տնային աշխատանքը արդարության համար պետք է ասել, որ լավ տնային աշխատանք արված է։ Ու դե մի թեթևել պետքա սպառնալ ժողովրդին։ Իսկ որ դեպքում խաղաղությունը կլինի մեծագույն ռիսկի տակ։ Եթե Հայաստանն անի այն, ինչ առաջարկում են անել Քոչարյանն ու երկու օլիգարխները։ Օրինակ, եթե Հայաստանը գնա այն տրամաբանությամբ, որ ինքը չի կարող սահմանափակվել իր միջազգայինորեն ճանաչված 20743 կիլոմետր քառակուսով, լավագույն դեպքում չի լինի խաղաղություն, վատագույն դեպքում կլինի պատերազմ։ Նախընտրական ուղերձը շատ պարզ է։ Կընտրեք մեզ, կլինի խաղաղություն։ Չընտրեք մեզ, կմեռնեք սաղըց։ Սաղըց կմեռնեք։ Մի օպ էլի, ընդդիմությունը Շատ հիշացնում պարզ, է։ դուք ուղղակի պետք է ընտրեք, ուզում եք որ լինի խաղաղություն, թե ուզում եք մեռնեք։ Հիմա արդեն եսը չեմ ուզում մեռնեմ։ Կներեք։ Ընդդիմությունն էլ հիշացնում է, թե ում օրոք է եղել պատերազմը, սպոյլեր, ԲՀԿ-ի օրոք չի եղել։ Ոստեղ զարմացնում է
ԲՀԿ-ի երիտասարդական միամտությունը։ Ես ուզում եմ հավատալ, որ մեր արդարադատությունը չի լինելու, մեր արդարադատության համակարգը չի լինելու մահակ, չի լինելու գործիք իշխանությունների վերարտադրման գործընթացը ապահովելու համար։ Դե, եթե ուզում եք հավատալ ձեր դեմ բացված 75 գործից հետո, ապա կարող եք փորձել հավատալ, բայց օրենքի շրջանակներում մի քայլ կոմենկոմ նոր գործ։ Այդ ընթացքում Ծառուկյանը շարունակում է կառուցել Նոյան տապանը ու նկատել ես եղանակն էլ ոնց որ փչանում է գնալով։ Իդեպ Նոյան տապանը կառուցում է ոչ միայն փոխաբերական իմաստով։ Իդեպ քաղաքական Նոյան տապան կառուցող Գագիկ Ծառուկյանը Քրիստոսի արձանի հարևանությամբ հատիսի վրա նաև իրական Նոյան տապան է կառուցում։ Okay, հիմա ես սկսում եմ կոնկրետ վախենալ, որ ինչ որ ջրհեղեղ է գալիս։ Այդ ընթացքում Գյումրի 2 օպերացիայի շրջանակներում Հայաստան դաշինքը այցելեց հենց Գյումրի։ Իշխան Սաղաթելյանը լավ ստրախ կերցրեց ռեժիմին Գյումրիից։ Լուրջ մտահոգություն ունեն, ու այդ մտահոգության համար պատճառ ունեն, ու ճիշտ են անում, որ մտահոգվում են, որ ընդդիմության միասնական քվեն լինելու ավելին, քան իրենց։ Ռեժիմը խոճապի մեջ է։ Դա ոնց չլինի խոճապի մեջ, որ պայքարին միացավ նաև սիրված ԴՀԿ պետը։ Որ մեկը։ Դու քանի սիրված ԴՀԿ պետ գիտես։ Միրան Պողոսյան, один единственный, այդ թակ դահպետն է, որ ունեցել ենք։ 2019-ից հետախուզման մեջ գտնվող առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, առանձնապես խոշոր չափերով գույքը օրինականացնելու համար մեղադրվող ԴՀԿ նախկին պետ Միրան Պողոսյանը օրինակ այսօր տեսակապով Ռուսաստանից հայաստանյան ընդդիմադիր ուժերին միավորվելու ուղիղ կոչ էր անում։ Այսօր վտանգված է հայ ինքնությունը։ Լավ, եկեք մի պահ անկեղծ լինենք։ Ձեզ ոչ մեկ չի սիրում, նույնիսկ ոչ մեկ ձեզ չի սիրում ու ձեր ցանկացած sense խոսքը օգնությունա Նիկոլին, այդ ոնց որ լիսկան ասի, ես աջակցում եմ ընդդիմությանը ու միանգամից բոլորը ասում են, հա, օքեյ, ուրեմն պետք չի մեզ տենց ընդդիմություն, որին աջակցում են այս մարդիկ։ Այդուհանդերձ Հայաստան դաշինքը շարունակում է պլանավորել Գյումրի 2 օպերացիան։ Հիմա ամեն մեկը թող մտքով գնա իր տան խոհանոց ու իր սառնանի դուռը բացի։ Ու մի հատ հաշվի ասք, այնտեղ կաթը, ենթադրենք 5 տարի առաջին չարժեր մի լիտր կաթը, այսօր ինչ արժի մի լիտր կաթը։ Հա, մի լիտր չկստաց 950 գրամ է։ Բեսերը լիտրը դարձրել են 950 գրամ, այսինքն մենակ հողերը չեն հանձնել, հա։ Լիտր առաջվան էլ չի։ Հայաստան դաշինքը դիմեց Ժնևյան կոնվենցիայով արգելված հնարքի։ Արեց համեմատություն Վրաստանի հետ, ոչ հոգուտ մեզ։ Միլիոնավոր դոլարներ է ծախսում իշխանությունը ակադեմիական քաղաք կառուցելու համար, փոխարենը կարելի էր անվճար դարձնել համալսարանական կրթությունը, ինչպես դա արեցին մեր հարևան վրացիները։ Աուչ վրացիներ, այդ զուտ մերինադու են այլ, գիտես չէ։ Մի րոպե էլի, մի հատ էսի մարզեք, դեղերը էժան են, կրթությունը անվճար է, Եվրոպաներ գնում են առանց վիզայի ու իրանք են համարվում Ռուսաստանից տրուկորա ոնց։ Okay, չենք տրվում սա դրանքի շարունակում ենք ձևացնել, որ շատ ուրախ ենք մեր բարեկամ վրացիների համար։ Վաո։ Իդեպ, քանի բոլորը կենտրոնացած են Գյումրի վրա, ինչու չեն այս խնդրի մասին խոսում Գյումրիի մեջ։ Գյումրիում ու հարակից բնակավայրերում տարիներ շարունակ չի հաջողվում լուծել թափառող շների խնդիրը, չնայած կենդանիների հարձակումները տարեց տարի ավելանում են։ Միակ տարբերակը, որն այս պահին գործում է, շների ստերջացման ծրագիրն է։ Եթե ամեն տարի ստերջացնում են, բայց քանակը շատանում է, գուցե ինչ որ սխալ բան են կտրում այնտեղ։ Մի քիչ շատ են շները, ինչ վտանգ կա դրա մեջ։ Այսը երրորդ անգամը կհարցակվին։ Շորիցս քաշի նգացած, օրնկա հասան դեմքիս։ Դեմքս այլանդակին։ Ամեն տարի նախորդի համեմատ ամենակիչը մի քանի 100-ով ավելանում են կծելու դեպքերը։ Դե, դա շատ վատ է։ Իսկ ինչ անում Գյումրին, որտեղ ընդդիմությունը գոհ է ոնց է ջախջախել ռեժիմին։ Այո, կացարաններ կառուցում են։ Շների կացարանի նախագիծ կա, բայց ոչ մի շինարարական ընկերություն հայտ չի ներկայացրել, որ այն կառուցի։ Գյումրիի կալանավորված քաղաքապետին փոխարինող առաջին տեղակալ Ավետիս Առաքելյանը ավագանու վերջին նիստին ասաց, թե փորձել են շինարարներին համոզել, որ մրցույթին մասնակցեն, բայց չեն հաջողել։ Ինչ ասեմ, հորդորել ենք, խնդրել ենք, շահագրգռել ենք, թե եկեք մասնակցեք այս մրցույթի։ Դե կակ վիճակ, ոնց կարան նույնիսկ փողով չուզենան կառուցել, ոնց կարան շուկայական հարաբերությունները այտենց չաշխատեն հայրաքաղաքում։ Շներին կարողա չեն կարողանում մեկուսացնել, բայց հələ նաև ոնց մեկուսացրեցին Վարդան Ղուկասյանին։ Որը вообще իդեպ չի կծում։
Իսկ այդ ընթացքում մայրաքաղաքում պայքարում են թափառող փոսերի դեմ։ Շատ երևանցիների մեքենաներ ընկնում են փոսերի մեջ ու այդ երևանցիները ակնկալում են, որ պետք է ինչ-որ փոխհատուցում լինի այդ մեքենաներին։ Եվ փոխքաղաքապետը այս հարցում չունի լավ լուր։ Քաղաքապետարանն այդպիսի լուծում չունի, լրագրողներին այսօր ասաց փոխքաղաքապետ Արմեն Փամբուկչյանը, որ փոսալցման թեմայով ասուլիս էր հրավիրել։ Եթե անկեղծ չունի քաղաքապետարանը նման ընթացակարգ, եւ ես կարծում եմ, որ չունի ընթացակարգ քաղաքապետարանը։ Այսինքն համ չունեն ընթացակարգը, համ էլ կարծում են, որ չունեն ընթացակարգը բռնում ասագիրաժ։ Բայց ոնց որ թե ոչ բոլորն են դժգոհ փոսերից։ Սպասիբը Նիկոլո Փաշինյանու Ավինյանը։ Անվադողեր նորոգող այս վարպետը շնորհակալ է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին։ Քաղաքապետարանի անգործության հետևանքով հաճախորդները մի քանի անգամ ավելացել են։ Իսկ ոնց անենք, որ այս անուշ աղբերը բանկրոտ լինի։ Նախ ինձ պետք է անել ամենակարևոր քայլը, որը միջև հիմա չգիտես խի չենք անում։ Գցել ես ամեն ինչը նախկինների ջեբը։ Մարությանի Փոխքաղաքապետն էլ այսօր ուղիղ մեղադրեց, քայքայվածն էլ նախկինում արված ասֆալտն է։ Բայց փաստը ցույց է տալիս, որ 2 տարի առաջվա արած ասֆալտի հետ կապված մենք որևէ խնդիր չենք ունեցել։ Դուք կարողա չեք ունեցել, բայց ասֆալտի վրայով քշող մարդիկ լիքը fucking problem են ունեցել այդ ասֆալտի հետ։ Այդ Մարությանի ժամանակվա ասֆալտ աղբոր։ Այ հիմա Մարությանը լավ կպատասխաներ։ Ուղղակի ափսոս ինքը հիմա զբաղված է Ազիզյանների բեմադրություններով, թե չէ կգար ու բոլորիս կփրկեր։ Բայց գիտես, փոխքաղաքապետ արեց կարևոր եւ պատասխանատու հայտարարություն։ Ասեց, որ նա տեղյակ է փոսերից։ Եվս մեկ անգամ հավաստիացնում եմ եւ կրկնում եմ, որ մենք առանց որևէ մեկի նկարելու մենք ինքներս այդ փոսերը տեսել ենք, մենք խորհրդակցություն ենք անցկացրել, ներքին խորհրդակցություն, թե երբ կարող ենք սկսել այդ աշխատանքները։ Փոսերը նկարիմ, խորհրդակցությունը արիմ, մնաց ուղղակի փոսերից բողոքող վարորդներին փոխարինել փոսերից չբողոքող վարորդներով ու վсё։ Արդարության համար պետք է նշել, որ քաղաքապետարանին էլ իր հերթին քաշել են ասֆալտ արտադրողները։ Ոնց են քաշել։ Չեն արտադրել։ Մենք խնդրել ենք, որպեսզի այդ գործարանը գոնե մեկ գործարան, եթե կարող է աշխատացնել, որպեսզի ասֆալտ լինի եւ մենք կարողանանք թեկուզ տեղային լուծումները տալ։ Դե երևի ինչ-որ բան սխալ է այս կյանքում, եթե քաղաքապետարանի հույսը ասֆալտի գործարանին խնդրելն է, որ ասֆալտ արտադրի, որ լսάει այդ փոսերը։ Իսկ եթե մերժեր արտադրել ասֆալտ։ Ու вообще-то դատելով փոսերի քանակից մի 90%-ով մերժել է։ Բայց պարզվում է, որ խնդիրը միայն ասֆալտը չի, խնդիրը նաև ստեղ բիտումն է։ Այդ են հեղուկն է, որը լցնում են ասֆալտի տակ, ասֆալտ անելուց առաջ, շատ ցանկալի է, որ ամիջապես չփոկվի ասֆալտը։ Չախոյան, ակտիվիստ Չախոյան, ոնց է բիտումի հարցը։ Խնդրեմ, եւս մեկ ապացույց, ժողովուրդ ջան, որ ասֆալտապատման աշխատանքները իրականացվում են անորակ քաղաքաշինական նորմերի կոպիտ խախտումով։ Տեսնում եք, ասֆալտը լցել են, բիտում տակը չկա։ Հիմա պատկերացնում եմ ոնց է ջղայնանալու Ավինյանը ինքը շատ զգայուն այն հարցերում, որ ինչ որ մի չարաշահում հանկարծ կամերայի առաջ են անում։ Ավինյան, մի հատ եկեք հավեսով ջղայնանանք։ Իդեպ նաև հիշեք, որ միջև հիմա չեն ավարտել ծիծեռնակաբերդը։ Նորքի պատասխանատու ինժեներները ուր էին, որ առանց բիտում ասֆալտ էին լցնում։ Պարոն Սևոյան։ Պարոն քաղաքապետ, իրանք տեղում են եղել, երկու տեղով են անցկացրել այդ օրը, Թոթովենցի եւ Հովհաննիսյան փողոցի վրա։ Այդ բանին լցրել են ընդհանուր կամազից դատարկել են, որ ասենք տեղափոխեն, այդ նկարանը հենց այդ բանին է տեղի ունեցել։ Այդ տվյալ տեղը բիտումով ասֆալտը արված եւ վերածա պատշաճ կարգի։ Այդտեղ բիտումով ասֆալտ արված։ Հիմա շատ կարևոր է, արդյոք Ավինյանը հասկանում է, որ սա շատ վատ պատասխան է։ Այսինքն նկարահանումը տեղի է ունեցել շատ անհարմար եւ անբիտում պահի ու այդ է խնդրեմը։ Հետո իհարկե հետ մահու այդ բիտումը ավելացրել են ասֆալտի տակ, կամերաներից դուրս, բայց Ավինյանը չի հանձնվում։ Բա ինչի չէին արել բիտում մինչև ասֆալտը լցնել։ Այդ հատվածում իրանք Թոթովենցի ընդհանուր ծավալը մեծ էին վերցրել շինարարները։ Վերևից ասենք թափերով գալիս էին դրա համար։ Չեմ հասել են այդ հատվածը։
նկարանը տեղի ունեցել։ В общем, նկարողներն են էլի մեղավոր, իրանք այն բիտում արած մասերը չեն նկարել вообще։ Փոթովենցը մեծ են վերցրել։ Չի սխալ պայմ, միզանսցեններն են նկարել, որը вообще պետք չէ նկարել։ Անորակ նկարահանում ա եղել։ Ըստ ումը նկարանումը տեղի չի ունեցել, տեղի ա ունեցել անվերահսկելի հայկական հին շինարարական մեթոդներով աշխատանք եւ Բալահովիտ 1 ընկերությունը Բալահովիտ 1 ընկերությունը թող մի հատ իրան կարգի բերի։ Բալահովիտ 1-ը թքեց։ Ես ուղղակի հույս հայտնեմ, որ Ծիծեռնակապերտի խճուղին հո Բալահովիտ 1-ը չի վերականգնում։ Ես չգիտեմ, բայց Սևոյանից կոնկրետ մրսում է Բալահովիտը իր ներկայությամբ միշտ բիտում արել, միշտ Սևորեն են սպասում։ Պարոն քաղաքապետին ներկա եղած ժամանակ այնտեղ մարդիկ բիտումը լցրել են ու ավելի շատ։ Հենց խնդիրը այդտեղ է, որ ձեր ներկա եղած ժամանակ այնտեղ, եւ որ դուք ներկա չէիք փաստացի, մենք տեսնում ենք, որ չեն լցրել։ Փաստ տեսնում ենք։ Փաստ դա տեսնում ենք։ Դե մի տեսակ շատ դառն է սա ստացվում։ Եկեք ավարտենք մի հատ ակնհայտորեն չրնող, բայց բարի լուրով։ Հա, 100%-ով ձախողվելիք, բայց բարի լուրով։ Ճանապարհային փոսերի հարցն ամբողջությամբ չլուծած քաղաքապետարանը խոստանում է մյուս տարի հայտարարել Աջափնյակ մետրոյի շինարարության մրցույթը։ Մեծ հավանականությամբ կամ ամենայն հավանականությամբ մենք եթե ոչ այս տարի, մյուս տարվանից մենք արդեն կսկսենք շինարարության մրցույթը։ Մեծ հավանականությամբ։ Ու պլյուս, այդտեղ սաղ չի ասում, նաև ամենայն հավանականությամբ։ Մեծ ամենայն, բոլոր հավանականություններով։ Այնպես որ եկեք խմենք, գիտեք ինչի կենացը։ Եկեք Աջափնյակցիների կենացը խմենք, նրանց մաղթենք տիեզերական համբերություն։ Ու փորելուց, ասենք մի քիչ են նավթ ու ոսկի գտնեն այդտեղ։ Ու եթե մնացածս այդքան հավատով լցված լինենք ապագայի հանդեպ, ինչպես Աջափնյակցիները մետրոյի կառուցման հանդեպ, լավ տեղեր գնաք, լավ տեղեր հասնեք այդ մետրով, ու այն ամենալավ մետրոյի հոտը գա Աջափնյակի մետրոյից։ Աջափնյակ, հաջորդ կանգառը։ Ուշադրություն, Sky Motors-ի Touring-ի արժեքն է 11 միլիոն 900,000 դրամ։ Այս անգամ գրից սկսենք։ Կլինի գրից սկսենք։ Բացի դրանից, 11 միլիոն 900 ընդամենը։ Թող ես ասեմ, երբ որ գնումը անում եք, կարող եք ընտրել երկու նվերներից մեկը, նա սառնարան, որը տեղում կհավաքեն, կդնեն, կձգեն վրան, կամ 3 տոննա դիզվառելիք, որը հիշեցնեմ, ահա որ շատ է, աղբերը չէ այդքան։ Շատ է։ Համեցեք Թբիլիսյան 20 եւ ինքներդ համոզվեք։ Բարի գալուս Sky Motors-ի նոր սրա Թբիլիսյանի վրա, մեծ բիզնեսի մեջ մտնող իմ փոքրիկ բարեկամ։ Բայց իմ բիզնեսը ինչ կապ ունի ամեն ինչի հետ։ Դմբոն չի հասկանում։ Բա բիզնեսը ոնց է զարգացնելու եւ խնայելու առանց GMC էլեկտրական բեռնատար։ Իմը մեկա քաղաքի մեջ է, այնտեղ բեռնատար քշել չի կարելի։ Մերը կարելի է, շատ դմբո է թվում սկսնակ բիզնեսմենի համար։ Բայց իսկ կարողա խառը մեքենաներ պետք գան։ Համ էլեկտրական, համ բենզինով GMC մեքենաներ, համ Mazda եւ Suzuki, համ էլ եթե համը չհանես ու զարգանաս, մեծածախ պատվերներ կարող ես անել բոլորը մեկ տեղում։ Մենակ այս գույներն են։ Հատուկ սենց էսթետների համար ունենք լավ լուր։ Ներկելու հնարավորություն կարալինի կապույտ, կարալինի աչքերիդ գույնի։ Իսկ կարալինի վարդագույն, իմը վարդերի բիզնեսա։ Կարալինի վարդագույն վրենը գրած շնորհավոր ամաննոր եւ Սուրբ Ծնունդ։ Իսկ սպասարկում կա։ Էլ չգիտի ինչից կպնի։ Sky Motors, սպասարկում ու կես ձեր բիզնեսի եւ ինչու ոչ հենց ձեր բոլոր ավտոկարիքների համար։ Այսքաններ այսօր Arm Comedy-ն։ Վերջում առաջարկում ենք դիտել օրվա վիդեո բոցը։ Գիշերը քնելուց առաջ մոռացել էի պատոհանը փակել ու սաղ գիշեր բաց պատոհանով եմ քնել։ Ու եղանակն էլ ասում են վատ եղանակ է։ Բայց ես առանց ծամել կուլ եմ տալիս վատ եղանակն ու ցուրտը նախաճաշին, ճաշին ու անթիկին։ Դե ինչ, եկավ այդ օրը։ Արդեն մեր պատրոնները, ով որ միացել է Պատիոնին, մեր ընթերցասերների ակումբին են միանալու, աղազարյանական ընթերցումներ առաջի գլուխն ենք, առաջի գլխից գնալով
սաղ գիրքը վերցել ենք, ինձ մեջ է նշումներով, բաներով, սաղ պատրաստած։ Անձամբ ես արդեն ավարտել եմ ամբողջ գիրքը, մի ամբողջ աղազանի կյանք, հիմա իմ ուղեղում է, ու ես փնտրում եմ հոգեբան, որպեսզի հանեմ աղազանին իմ ուղեղից։ Հետևեք մեր այս սերիալին, եթե միանակ պատվի։ Սենց ասեմ, շատ հետերոսեքսուալ մարդ, առայժմ այդքանը կասեմ, ավելի մանրամասն Patreon-ում կքննարկենք մանրամասն, թե ինչու եմ ես այդպես մտածում։ Նոր ակցիա, միացեք Arm Comedy Patreon-ին եւ ստացեք 5 տարվա երջանկություն, անզուսպ երջանկություն։ Հենց հիմա